Բարև ձեզ, սիրելի մեր հանդիսատես, այսօր սկսում ենք մեր հետաքրքիր հաղորդաշար Art and More, արվեստ եւ դեռ ավելին եւ մեր ձայնը խորագրով։ Իմ զրուցակիցն է Դավիթ Միրզոյանը, գրող, հրապարակախոս, հայտնի գեղանկարիչ, կարպետագործ եւ այլ տիտղոսներով մեր հաղորդման ընթացքում մենք կհասկանանք ինչպես դեռ կարող ենք օժտել մեծ վարպետին։ Բարև ձեզ։ Ուրախ եմ։ Որ չմերժեցիք եւ հանդիպեցինք այսօր։ Բարի գալուս Լոս Անջելես, թեպետ բավականին ժամանակ է անցել որ արդեն եկել եք։ Եվ ինչ նպատակներով եք եկել։ Եկել եմ ապրելու։ Ապրելու, ստեղծագործելու։ Նաեւ գուցե ստեղծագործելու, եթե հնարավորություն բացվի, այո, նաեւ ստեղծագործելու։ Նաև ստեղծագործելու։ Գիտեք, ինչքան մասնագիտություններ, որոնց մասին հատկապես տղաները երազում են փոքրից։ Օրինակ, օդաչու դառնալը։ Հիմա գեղանկարչությունը մի արվեստի մասնաճյուղ է, որի մասին չեմ կարծում դուք երազել եք մանկությունից։ Ինչու ոչ, ես sense մանկապարտեզից լավ նկարել եմ։ Ահա։ Հետո իհարկե ծնողներս երևի գտան, որ նկարչությամբ ես ընտանիք չեմ կարող պահել, որոշեցին, որ ես պետքա բժիշկ դառնամ եւ լավ սովորեմ, անպայման ֆիզիկա, քիմիա եւ այլն։ Եվ կենտրոնացել են հիմնականում դրա վրա եւ դպրոցական տարիներին ես նկարչությամբ իհարկե չզբաղվեցի։ Դե դպրոցական այդ պատի-թերթ բան դրանք չհաշված, նկարչությամբ լուրջ նկարչությամբ չեմ զբաղվել։ Բայց երբ որ ես ավարտում էի դպրոցը, արդեն պարզ էր դառնում, որ ես բժիշկ չեմ ուզում դառնալ։ Ես ինքս ոչ մի բան չէի ուզում, հիմնականում հետաքրքրվում էի պատմությամբ, մեր ժողովրդի պատմությամբ, որովհետեւ դե արմատներին ձգտելը դա յուրաքանչյուր հայի առաքելությունն է։ Մենք պետք է մեր արմատներ իմանանք։ Առանց ես մի անգամ հիշում եմ մի հատ պլակատ արեցին, դա գրված էր, որ առանց անցյալի ժառանգության ազգը նման է անարմատ ծառի։ Եվ այդ պլակատը երրորդ մրցանակը գրավեց անդրկովկասյան ժողովուրդների այդ մրցույթում։ Վերջը այդ արմատներին ձգտումը իմ առաքելությունն է, ես միշտ պատմությամբ հետաքրքրվել եմ, բայց արդեն ավարտելուն մոտ, դպրոցը ավարտելուն մոտ զգացինք, որ պատմությամբ էլ չեմ գնալու եւ որոշեցինք, որ ես պետքա վերջապես ինձ թույլ տան, որ ես գնամ նկարիչ դառնամ։ Մանավանդ որ քեռիս նկարիչ էր, Լյուդվիգ Բերբերյան, ինքը ստեղ Լոս Անջելեսում հայտնի էր։ Իր արվեստանոցում պարապեցի մի տարի շարունակ եւ ընդունվեցի Մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը եւ ավարտեցի 83 թվականին, հետո մասնակցեցի ԱՀԱԳ-ին պլակատի մրցույթների, նաեւ նկարիչների միության կողմից կազմակերպված ցուցահանդեսների։ Հետո արդեն 88 թվականը եկավ Թոհոբոհը, Խառնաշփոթ, չնայած ես էլի պլակատներ էի անում, իմ պլակատներից մեկը շատ հայտնի էր, հրապարակում, Ազատության հրապարակում դրված, նույնիսկ տպագրվեց Ասալայի ժուրնալներից մեկում։ Վերջը դրանից հետո 89 թվականներ կարծեմ ինձ ընդունեցին որպես Հայաստանի նկարիչների միության երիտասարդական սեկցիայի անդամ։ Դրանից հետո շատ խառը ժամանակներ սկսվեցին նկարելու եւ այլնի այտենց հնարավորություն չկար, սիրտել չկար, սևումուտ տարիներ եւ այլն։ Հետո Բելգիայում մի քանի անհատական ցուցահանդեսներ արեցի, այնտեղ ծանոթացա մի շատ հաճելի զույգի հետ, տարիքով մարդիկ էին եւ ինձ առաջարկեցին ընդունվել իրենց համալսարանը Յուտայում, ամենահայտնի համալսարան այնտեղ, Բրիգամ Յանգի համալսարանը։ Եվ հովանավորեցին եւ ես ընդունվեցի, ավարտեցի Բրիգամ Յանգի համալսարանը մագիստրոսի աստիճանով, արվեստի եւ արվեստի տեսության գծով 2004 թվականին։ Այդ թվականին ծնվեց նաեւ աղջիկս, հիմա 21 տարեկան է։ Իդեպ հետարքի զուգադիպություն կա, որ իմ Հայաստանում համալսարան ավարտելուց ծնվեց Տիգրանը, մեծ որդիս, իսկ այստեղ մագիստրոսի աստիճան ավարտելուց ծնվեց աղջիկս։ Աստված պահի մեր բոլորի զավակներին, նրանց կանաչ ճանապարհ։ Ավարտելուց հետո 2004 թվականին ավարտելուց հետո մի քանի ջուրի շոու են ասում, այստեղ դա շատ ավելի արժեքավոր շոուներ են։ Մասնակցեցի որոշ ջուրի շոուների եւ իմ գործերից մի քանիսը ներկայացրեցի եւ մրցանակներ ստացա։ Շնորհավորում եմ։ Իդեպ վերջերս կայացավ ձեր անհատական ցուցահանդեսը։ Այո, ինչպես է կոչվում Art Gallery-ում։ Armenian Arts, այո։ Ստեփան Պարթամյանի գլխավորությամբ։
Հովանավորությամբ, Եվ հովանավորությամբ շատ ուրախ եմ, իրեն էլ շնորհավորում եմ, որտեղ պետք է հովանավորել տաղանդավոր մարդկանց։ Այո, շատ ճիշտ լավ գործ է անում Ստեփան Փաթամյանը։ Այո, ողջունում եմ։ Իդեպ ինչպես անցավ արդյունքները ձեր գոհացնում են ցուցահանդես, ինչպեսին է Լոս Անջելեսի արվեստասեր հայ համայնքը, որ Բելգիայից բավականին վերջերս եք ժամանել Լոս Անջելես եւ welcome մեր club-ը, ինչպես ասում են, to board։ Շնորհակալ եմ, իհարկե գոհ եմ, շատ գոհ եմ, որովհետեւ ահագին հետաքրքրող արվեստասեր հասարակություն ունենք, շատ մարդիկ էին եկել եւ ինձ համար հանգիստ չէին տալիս, միշտ փորձում էին նկարվել ինձ հետ այդ կարպետիս ֆոնին։ Հա, կարպետը իրեն շատ էր հետաքրքրել։ Հետո հետաքրքիր գիտեք ինչ է, որ կարպետը երբ որ կենտրոնում կախված էր, բոլորի ուշադրությունը կարպետի վրա էր, մնացած աշխատանքների վրա շատ ուշադրություն չկար։ Ինչով եք դա բացատրում։ Շատ ուժեղ է։ Չէ, կարպետը շատ ուժեղ է։ հասկանում եմ, բայց չէ՞ որ մնացած գործերն էլ իր ուժը ունեն։ Գիտեք, շատ կիրք եմ զգում ես ձեր որոշ նկարների մեջ։ Այո, շատ յուրաքանչյուրը իր ոգին ունի, հոգին ունի, սիրտ ունի, ճառագում է շատ հզոր վիբրացիաներ, բայց կարպետը ծածկում է բոլորին։ Եվ իդեպ կարպետը եւս Տիգրանի ծննդյան հետ կապ ունի։ Այո, լավ հիշեցիք։ Կարպետը հենց ավարտել եմ 25 Genocide chain օղակ է, չէ՞, դեպի մեր աշխարհը։ Շատ հետաքրքիր է, այո։ Դեպի հոգևոր աշխարհը։ Այո։ Ու կարպետի արժեքը այնքան մեծ է, որ ցուցահանդեսի երկրորդ օրը ես մի քիչ ուշ գնացի, գործեր կային, բան ժամը 3-ին Ստեփանը պետքա բացեր, շաբաթ օրն էր։ Ես մի քիչ ուշ գնացի, մի կես ժամ ուշ, քիչ մարդիկ կային, մի երիտասարդ կար, շատ համեստ երիտասարդ էր, բարձվեց հետո, սկսեց հետո զրուցելուց հետո ասեց ես մի բան եմ ուզում ասել, չգիտեմ ոնց կընկալեք, բայց ասում եմ պետք է ասեմ, ասում եմ երբ որ ես եկա, դուռը բացված էր, ես եկա, ոչ ոք չկար, մի անգամից ասում եմ կարպետ անգավ աչքովս, ես մոտեցա, ասում եմ երկար նայում էի, մոտ մի 15-20 րոպե նայում էի, մեկ էլ ասում եմ մի հետաքրքիր զգացում ունեցա, ասում եմ զգացի, որ նախնիներս ոտքի են կանգնում մեջքիս հետևում։ Հետաքրքիր է։ Եվ անվանումը ասեք կարպետի Dragon Rock։ Հա, դա վիշապակարպետ։ Այո։ Հա, իմ նախնիների կարպետն է, ես պարզապես վերակերտել եմ, որովհետև դարեր շարունակ միշտ այդպես է եղել։ Կարծում եմ վերակերտումը ավելի դժվար process է, բարդ, քան երևի ստեղծելը։ Չգիտեմ, ստեղծելը նախ կարպետի ստեղծելը շատ երկար process է։ Այո։ Որովհետև այդ կարպետի ստեղծմանը մի հոգի չի մասնակցում։ Կարպետներն ընդհանրապես զարգացման պատմություն ունեն։ Ասենք օրինակ սկզբում ասենք քարանձավային շրջանում մարդիկ որ նոր հասարակություններ առաջանում, կազմակերպված հասարակություններ առաջանում, մարդիկ ասենք մոնոքրոմատիկ թելերով գործում էին, ինչ որ տակները գցելու մի ջեջիմ եւ հետո այդ ջեջիմները մի քիչ զարգացան, մարդիկ սկսեցին մոնոքրոմատիկից անցան սև-սպիտակ, զոլավոր ջեջիմներ, հետո գունավոր ջեջիմներ։ Սև-սպիտակը հասկանալի է ինչու, բոլոր յուրաքանչյուրիս կյանքը հագեցած է այդ երկու գույներով։ Այդ կարող է եւ ունենա, այո, ասում այդպես է։ Հետո արդեն բարդացավ այդ զոլերի մեջ սկսեցին խորհրդանշաններ հյուսել, երբ որ դա սկսվեց այն ժամանակ, երբ որ առաջացավ կազմակերպված կրոն, օրինակ ասենք վիշապի պաշտամունքը։ Եվ ես համոզված եմ, որ այդ վիշապի պաշտամունքի ընթացքում աստիճանաբար ձևավորվել է վիշապակարպետի ներկայիս տեսքը։ Ու ես համոզված եմ, որ ձևավորվելուց հետո անփոփոխ է մնացել։ Շատ հայկական կարպետներ, որ մենք հիմա գիտենք, համարում ենք հայկական, դրանք մի փոքր աղավաղումներ են։ Այս վիշապի պաշտամունքի պատմությունը շատ հետաքրքիր ես ուզում ասել, որտեղ վերջերս ուսումնասիրություններ են կատարվել Հայաստանի տարբեր շրջաններում, մոտ 150-ից ավել վիշապաքարեր են հայտնաբերել եւ նույնիսկ կարողացել են ածխածին 14-ի իզոտոպի միջոցով տարեթիվ որոշել, որտեղ քարի տարիքը դժվար է որոշել, համարյա անհնար է, անօրգանական նյութի տարիքը հնարավոր չի որոշել, բայց որոշ վիշապաքարերի ստորոտում հայտնաբերել են կենդանիների ոսկորներ, այսինքն
ու կուտակված կենդանիների ոսկորներ, այսինքն սա նշանակում է, որ կենդանիների զոհաբերություններ են կատարվել։ Այո։ Այդ վիշապաքարերի ստորոտում։ Եվ այդ կենդանիների ոսկորները ուսումնասիրելիս պարզվել է, որ դրանք 7000 տարեկան են։ Այսինքն վիշապի պաշտամունքը սկսվել է ամենակիչը 7000 տարի առաջ։ Եվ տևել է մինչև 3500 տարի մեզնից առաջ։ 3500 Սա իմ ենթադրությունն է, բայց անհիմն ենթադրություն չի, որովհետև 2000 թվականից մեր թվարկությունից մինչև 1500 թվականից 500 տարվա միջակայքում տեղի ունեցել արիացիների վերջին արշավանքը դեպի հնդկական թերակղզի։ Սա համընդհանուր ճշմարտությունն է, գիտնականները ընդունում են, եւ ինձ թվում է, որ վիշապի պաշտամունքի ավարտը հենց համընկնում է այդ ժամանակաշրջանին։ 3500 տարի առաջ տեղի է ունեցել մի հսկա կատաղի եւ վայրագ ոչնչացում, վիշապի պաշտամունքի ոչնչացում, որովհետեւ շատ վիշապաքարեր տապալվել են եւ ծածկվել հողով, կոտրվել, ջարդվել են, նույնիսկ վիշապաքարերի գլխամասը, որտեղ խոյի գլուխ էր պատկերված, քանդակված, դրանք ջարդված են սուր գործիքներով։ Այսինքն վիշապի պաշտամունքը ունեցել է կատաղի ավարտ։ Ոնց որ 301-ին ջնջեցին նախաքրիստոնեական շերտը մեր մշակույթի, այնպես էլ 3500 տարի, ամենակիչը 3500 տարի առաջ տեղի է ունեցել վիշապի պաշտամունքի վերացումը։ Հետևաբար ես ենթադրում եմ, որ դրանից հետո կարպետի դիզայնը, համաչափությունները եւ այլն կոմպոզիցիան փոփոխության չի ենթարկվել։ Այս մեկինը։ Ընդհանրապես արվեստի գործերը բաժանվում են երկու մեծ խմբի՝ պալատական արվեստ եւ գեղեցկական արվեստ։ Պալատական արվեստը կատարյալ է, որովհետեւ պատվիրատուները թագավորներն էին կամ Հռոմի պապը կամ կրոնական առաջնորդները եւ նրանք կատարյալից բացի ուրիշ ոչինչ չէին հանդուրժի։ Օրինակ ասենք Եգիպտոսի արվեստը կլասիկ պալատական արվեստ է, որովհետեւ փարավոններն էին աստվածուհիները, եւ նրանք երբեք չէին հանդուրժի, որ այդ արձանի վրա ինչ որ կիսատ բան լինի, կամ վատ, կամ տհաճ համաչափություն եւ այլն։ Չէին հանդուրժի, կատարյալից բացի ոչինչ չէին հանդուրժում թագավորները, պատվիրատուները։ Իսկ գեղեցկական արվեստը հանդուրժում է, նույնիսկ անկատար ինչ որ բան։ Գիտեք, ուզում եմ անդրադառնամ թելերի ներկերին։ Ինչպես են ներկվել այս թելերը, որով հյուսվածքը կա դրագոն ռագի, այսինքն վիշապակարպետին, այո, եւ շատ հետաքրքիր պատմություն ինձ պատմեցիք, թե ինչպես եք ներկել այդ թելերը, որով հյուսվածքը կատարել եք։ Այսինքն բնական, որտեղ ամեն ինչ եմ անցնում օրգանիկայի եւ նույնիսկ այդ թելերի ներկը եւս։ Այո, բնական։ Ես երկար տարիներ եմ աշխատել այս կարպետի վրա, նախ վերականգնելու ճիշտ համաչափությունները, որովհետև այն կարպետը, որ ինձ էր հասել, մի քիչ փնթի էր գործված, նախ ասեմ, հետո քայքայվել էր, ես պետք է ճշտեի համաչափությունները, ճշտեի հաշիվը, իրանք այնտեղ հաշիվները լավ չէին արել, դե գեղեցկուկներն են գործել, ասենք մեր իհարկե նախնիներն են, բայց ամեն դեպքում վիշապի պաշտամունքի ժամանակվա քրմերը չեն։ Հասկանալի է, որ մի քիչ խախտումներ են արել, ես պետք է ճշտեի այդ համաչափությունները եւ թելերի հաշիվները։ Ես բազմաթիվ փորձեր եմ արել ճշտելու այդ ամեն ինչը։ Իսկ տեղեկություն ունեք շատ ներողություն, քրմերն են հյուսել, թե քրմուհիները։ Չէ, քրմերը։ Քրմերը։ Իդեպ ամենալավ գորգերը եւ կարպետները տղամարդիկ են գործում։ Նույնիսկ հիմա Պարսկաստանում։ Հիմա համոզվեցինք, այո։ Հա, նաեւ Աֆղանստանում գործում են գորգեր եւ տղամարդիկ են գործում։ Կանայք էլ են գործում, բայց ամենալավերը գործում են տղամարդիկ։ Տղամարդու գործը։ Ինչու եք բացատրում այդ երևույթը։ Կանանց ուշադրությունը շատ հակում ունի շեղվելու, որտեղ կանայք տղամարդիկից տարբերվում են նրանով, որ 360 աստիճան եւ 24 ժամ շարունակ ուշադրություն ունեն։ Տղամարդիկ չէ, տղամարդիկ մեկ ուղղությամբ եւ խորը։ Իսկ կանայք բոլոր ուղղություններով, բայց ոչ խորը։ Սա մեծ տարբերություն է։ Հետևաբար երբ որ կանայք են գործում,
երբ որ կանայք են գործում, իրենց ուշադրությունը շատ է շեղվում եւ իրանք խախտումներ են թույլ տալիս։ Ու կարպետը կարող է մի քիչ ծուռումուռ լինի, ասենք օրինակ շփոթվեն, մի քիչ ավել գնան, բայց հետո ալարեն հետ գան ու տենց անգլերեն ասած բլեմիշներ են լինում, ասենք անկատարություններ են ստացվում, ու եթե ուշադրություն դարձնեք մեր հայկական կարպետների մեջ շատ կան անկատարություններ։ Նույնիսկ թելերի գույները կինը, ասենք ձեռն ընկավեց կարմիրի հետ է գցում, հետո ուրիշ կարմիր ընկավ գցում, նույնը չեն, հələ ոչինչ նույնը չեն, ժամանակ չունի, անցնում առաջ։ Ու ամենակարևորը, որ կարպետը պետք է այդ եզրերը պետք է շատ ուղիղ լինեն, կատարյալ։ Այո։ Բայց կնոջ գործելու դեպքում կարող է մի քիչ շատ ձգի մոտենան, հետո մտածի, որ շատ ձգեց, մի քիչ թուլացնի, հեռվանան, այսինքն ալիքներ կարող են։ Բայց այս կարպետի մոտ չկա նման բան։ Օրինակ ովքեր որ նայել տեսել են, ես որ առաջի անգամ բացեցի ցույց տվեցի իմ ծանոթներին ստեղ, իրանք զարմացան։ Ասում են մենք կարծում էինք, թե դու ես գործես, հենց ալիքավոր խլամ-մլամ բան կլինի, բայց ասում եմ կատարելությունը։ Բայց ինչու են այդպես կարծում։ Յուրաքանչյուր ձեր արվեստի գործը, որ տեսնում, կատարյալություն է։ Ինչու՞ դի կարպետը լիներ ոչ կատարյալ։ Իրանք կատարյալ կարպետ չեն տեսել։ Ինչ որ տեսել են, ասենք 50-100 տարվա հնության, արդեն քայքայված եւ ալիքներով։ Ծուռումով։ Հատկապես եզրերը։ Հա, միայն դա են տեսել։ Կատարյալ կարպետ իրանք չեն տեսել։ Դրա համար երբ որ տեսան զարմացան։ Չէ, բրավո, ոտքից ապահարում եմ։ Եվ հատկապես գիտեք, շատ հետաքրքիր է, որ այդ թելերը ներկվել են բնական ներկերով։ Գանք է, այո, ես երկար ժամանակ ոչ միայն համաչափություններն էի ստուգում, ճշտում, ճշգրտում, այլ նաև զբաղվում էի նրանով, սովորում էի, թե ինչով կարելի է ներկել։ Ես գիտեի, որ պոպոկի ընկույզի կլեպով, կանաչ կլեպով կարելի է ներկել, մուգ գույն, սև գույն, բայց մնացած գույները չգիտեի։ Հետո հայտնաբերեցի, որ տորոնի Դե շատ վաղուց բան եմ ասում, 15 տարի առաջվա զբաղվում եմ, արդեն ուզում էի գործել։ Տորոնով կարելի է կարմիր ներկել։ Հետո հասկացա, որ օրանժը դեղինը կարելի է տուրմերիկով անել, դեղին արմատով։ Եվ հետո մեր գորգերի մեջ շատ գերադասում է կապույտը, հատուկ կապույտ գույն կա, որ դեռ մեր մանրանկարչությունից գալիս է, հատկապես Թորոս Ռոսլինի մանրանկարչությունը յուրահատուկ կապույտով էր ներկում։ Դա քիմիական է, կարծեմ, միներալներից են ստանում, բայց ինդիգո կապույտ կարող են ստանալ նաև ինչ-որ տերևներից, Աֆրիկայում, Հնդկաստանում էլ կան այդ տերևները, ծառի տերևները, դրանք ֆերմենտացիա են ենթարկում, շատ բարդ process է։ Հայկական կարպետներում քիչ կա կապույտ, գորգերում կա կապույտ։ Կա, շատ կա գորգերում, հանդիպել եմ, հա։ Կարմիրը, ըստ երևույթին կարմիրը արտահայտում էր արյունը թափված։ Մեր գորգերում կարպետներում կարմիր շատ կա, սև կարմիր, սպիտակ, հետո մյուս այն շագանակագույնին, դաշնագույնին նման գույնը, դա ստացել եմ ընկույզի տերևներով։ Ես ուզում ասել։ Դա տերևներով, ոչ թե կեղևով, այլ տերևներով։ Կեղևը եւ ավելի սև է ներկում, հա։ Կեղևը ավելի սև է ներկում, իսկ տերևները ավելի բաց։ Ավելի բաց։ Մի քիչ կանաչոտ, կանաչին խփող։ Եվ շատ գեղեցիկ կանաչի է խփում։ Հա, ես շատ եմ սիրում այդ կանաչը։ Շատ գեղեցիկ է, այո։ Եթե տեսել եք հիշում եք իմ դրոշը, Հայաստանի Թագավորության դրոշը, որ ես դրա կանաչները եւս այդ մեր կարպետների կանաչն է, կարմիրը եւ կանաչը։ Բրավո մաստեր, ինչ ասեմ։ Խոնարհվում եմ ձեր տաղանդի առջև։ Գիտեք ինչ, շատ հետաքրքիր, այսպես դիտում եմ ձեր նկարները, շատ բազմատաղանդ մի գեղանկարիչ այսօր ներկայացնում եմ իմ հանդիսատեսին եւ իմ եթերով շատ գեղանկարիչներ իրոք իրենց ուրույն տեղը գտել են, որովհետեւ ես միշտ ներկայացնում տաղանդավոր մարդկանց, շատ լավ հասկանալով, որ նրանք ովքեր տաղանդ չունեն, շատ հանգիստ բոլոր դռները իրենք բաց են անում։ Լավն էր։ Ես միշտ օգտակար եմ լինում նրանց, ասենք ովքեր իմ կարիք ունեն այդ առումով։ Եվ շնորհակալություն ձեր արվեստին, ձեր ստեղծած գործերի համար, հատուկ շնորհակալություն եմ հայտնում։ Եվ գիտեք ինչ է ինձ հետաքրքիր, ժանրը բազմաժանր է։ Ձեր ներկայացրած նկարների, թեպետ սա մի փոքրիկ մասնիկ է, որը Բելգիայից ժամանեց Լոս Անջելես։ Գիտեք դա ինչու, որովհետև այստեղ որ նույնիսկ ցուցահանդեսի ժամանակ որ ներկայացվեցի, դա իմ ամբողջ կյանքի ընթացքի ստեղծագործական ընթացքի ներկայացումն է, այսինքն
ուսանող ժամանակվանից մինչև վերջերս ուսանող ժամանակ իհարկե ես զբաղվում էի սկսեցի ջրաներկով հետո արդեն յուղաներկ բայց Բրիգամյանգի համալսարանում արդեն ինձ ստիպեցին այդ ջրաներկով չզբաղվել, որտեղ դա արդեն հին բան է, պետք է զբաղվել ավելի լուրջ նկարչությամբ, հաստոցային, այսպես ասած, նկարչությամբ, մոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ։ Չէ, բայց ինչ որ ներողություն, ինչ որ մի բան կիրք հանդիսացել է, չէ, որ ստեղծել եք այս կամ այն գործը։ Տվյալ պահին։ Այո։ Բոլոր արվեստի ճշմարիտ արվեստի Ինչը գործերը կիրք հանդիսացավ, օրինակ այս գեղեցիկ շեդևրները ներկայացնելու մերկ մարմինների, իհարկե ես հասկանում եմ ուսանողական տարիների, հա, պարտադիր ինչ որ քննություն հանձնելու տարբերակներ, նկարների եւ այլն, այսինքն պահանջի դասախոսի նկարվել է, բայց սա ես տեսնում ձեր պորտկումը։ Կարծում եմ սրանք իդեպ քննության նկարներ չեն, սրանք ընթացքում են արել, սրանք մեր մարմիններ չեն, սրանք հոգեվիճակներ են։ Հոգեվիճակներ, որ ես այսինքն նատուրշիկ զգացել եմ, չէ, նատուրշիկ չի եղել։ Այո։ Բայց իմ ավարտական գործերը դա երկրաչափական աբստրակցիա էր։ Դուք նկատի ունեք, որ լազերային տեխնիկայով կարող են ներկայացնել եւ պատերը ձևավորել, հա, այդ նկարների մասին։ Այո, եթե հիշում եք, հա։ Ես շատ լավ եմ հիշում։ Եվ ուզում եմ, որ շատերը մեզ հիմա ուշադիր լսեն, որովհետեւ շատ հետաքրքիր առաջարկ եք անում իրենց օֆիսների ձևավորման, առանձնատների ձևավորման։ Այո։ Ձեր իսկապես շատ գեղեցիկ է, լուսային ձևավորմամբ շատ գեղեցիկ կլինի։ Եվ մենք վիդեոն կտեղադրենք, որպեսզի ինչքան էլ մենք գեղեցիկ պատմենք կարողանանք, իսու է տեսնել հազար անգամ։ Բոլոր ձեր նախաձեռնությունները միայն կանաչ լույս եմ ցանկանում։ Շնորհակալ եմ, զգացված եմ։ Այո, վառ կանաչ լույս եմ ցանկանում ձեր, իսկապես եմ ասում։ Նմանապես։ Եվ մերսի շատ։ Ինչպես դուք հայտնվեցիք Բելգիայում հատկապես։ Ցուցահանդեսների համար Ոչ թե Փարիզում, այլ Բելգիայում։ Այնտեղ հրավիրեցին, հետո ես ցուցահանդես, տենց մնացինք։ Ես հետո նաև նկարում էի այնտեղ։ Հենց քաղաքում նկարում էի։ Ու շատերը զարմանում էին, որ նկարի։ Երբ որ իմ նկարներ գալերիաների տերերը երբ որ տեսնում էին իմ նկարները, քաղաքի պեյզաժները, նույնիսկ դուրս էի գնում, այնտեղ նկար կա, որ քաղաքից դուրս հեծանիվով գնացի դուրս, այնտեղ մի հետարքիր հայկական ծառեր տեսա։ Եվ սկսեցի նկարել։ Շատերը որ տեսնում էին իմ նկարները, ինձ ասում են դու բրածո ես։ Այսինքն Եվրոպայում sense նկարող չկա։ Հա, իրոք Եվրոպայում այտենց ջրաներկով, այտենց պեյզաժ իմպրեսիոնիստական անող չկա, որովհետև իմպրեսիոնիզմը Եվրոպայում վերացել է 12 թվականին։ Այսինքն առաջին համաշխարհային պատերազմից հետո այնտեղ իմպրեսիոնիզմ գոյություն չունի։ Մոնեից հետո վերացավ։ Եվ առաջ եկավ այդ այլանդակությունները, պոստմոդեռնիզմ, պոստմոդեռնիզմ, այտենց եւ պոեզիայում եւ նկարչություն եւ քանդակի մեջ այդ այլանդակությունները սկսվեց, ու մինչև հիմա շարունակում է։ Ես գիտեք ինչ համամիտ եմ, որովհետև ինձ թվում է մարդ պետք է բնածին ունենա իր մեջ գրեք այդ կիրքը ստեղծելու, ստեղծագործելու այդ ճաշակը, որովհետև շատ մեծ ճաշակ է ուզում գեղանկարչական արվեստը։ Եվ գիտեք պատահական չի երևի, որ վաճառվել եք ձեր գործերը շատ լավ Բելգիայում։ Եվ ինչպես եք վերաբերվում, երբ նկարը գնում է ձեզանից։ Շատ վատ եմ զգում ինձ, ես մահանում եմ։ Որտեղ քո երեխային են տանում, քո հոգին, որովհետև նկարի մեջ իսկական արվեստի գործի մեջ նկարիչը ինքն է, ինքը, իր մի մասը։ Որտեղ յուրաքանչյուր արվեստի գործ ստեղծվում է կամ հիացմունքով, կամ ցասումով, այն սրանք ցասումով որոշ գործեր ցասումով են արված։ Բայց նաև հիացմունքով։ Հիմա բայց երկու դեպքում էլ քո հոգեվիճակներն են դրանք։ Իհարկե, ախոս։ Եվ քեզանից տանում են քո պատմությունը։ Դու այդ ժամանակ այդ հոգեվիճակն ես ունեցել ու դա տանում են։
Ինձ որ շատ ցավալի է։ Ես շատ եմ փոշմանում, որ նկարներ եմ վաճառել։ Շատ եմ փոշմանում։ Բայց դա էլ ապրուստի միջոց է, ընդհանրապես։ Իհարկե, առանց վաճառելու հնարավոր չի։ Ես կուզենայի, որ վերատպություններ վաճառել, բայց այն ժամանակ չկար տենց բան։ Չկար։ Այդ հիմա նոր սկսել են բարձր որակի վերատպությունները։ Նույնիսկ իմ ցուցահանդեսի ժամանակ Ստեփան Փարթամյանի մոտ վերատպություններ էի դրել եւ մարդիկ չէին տարբերում իսկականը վերատպությունից։ Օրինակ այն Արայի լեռան վերատպությունը կա իմ ննջարանում փոքր համարյա չի տարբերվում։ Շատ լավ վերատպություններ են անում։ Եթե որակով է իհարկե։ Բայց այն ժամանակ չկար, դրա համար օրիգինալները վաճառվեցին։ Ցավալի է։ Դե ոչինչ, մենք ուրախ ենք, որ դուք երիտասարդ եք եւ դեռ շատ անելիքներ ունեք։ Եվ կարծում եմ Լոս Անջելեսի հայամայնքը կկարողանա ձեր մեջ այն պորտկումները առաջացնի, որ դուք ցանկություն ունենաք ստեղծագործելու։ Դա շատ կարևոր է։ Եվ հուսով մենք բոլորս հուսով ենք։ Յուրաքանչյուր գեղանկարիչի կյանքում եղել է իր մախան, ինչպես Գոյայի կյանքում։ Հիմա ձեր կյանքում եղել է այդ մախան, որի համար ստեղծագործել եք։ Այդպես հարցեր մի տվեք։ Да я հետաքրքիրը, закулисная жизнь ваша։ Իդեպ ձեր կյանքը բարակույրի հետևից։ Ես չասի, որ ես նաև Հայաստանի Թագավորության ազգային սահմանության հեղինակն եմ, նաև ապագա միապետական Հայաստանը եւ համայն հայոց արքայի կերպարը ներկայացնող վերածնունդ վեպի հեղինակը։ Իդեպ այդ դեպքում նման բան կա, ոգեշնչող անձնավորություն, լույս, որտեվ մանավանդ պոեզիան, այ օրինակ քառյակներս, ես 450-ից ավել քառյակ ունեմ։ Գիրք ունեք տպած քառյակների չեմ հասցրել, հոդվածների եւ աֆորիզմների ունեմ, 2015 թվականին եմ տպագրել, բայց դրանից հետո ահագին գրել եմ, մոտ մի 1000 էջի չափ աֆորիզմներ, ակնարկներ, հոդվածներ, բայց դեռ չեմ տպագրել։ Գիտեք ինչ, որովհետեւ հետաքրքրություն չկա։ Նույնիսկ վեպս, որ տպագրեցի երկու հատորով, առաջի հատորը երբ որ տպագրեցի 14 թվականին, համարյա բոլոր օրինակները վաճառվեցին։ Կեսը նվիրեցի, կեսը վաճառվեցին, բայց բրծավ։ Հետո որոշեցի վերահրատարակել։ 16 թվականին վերահրատարակեցի առաջին հատորը։ Բայց հետաքրքրությունը մարել էր արդեն։ Դե հիմա էլեկտրոնային գրքեր կան, այդպես են կարդում կամ լսում ավելի, ասենք խոսքը, կարող եք զայնագրել գիրքը։ Արել եմ։ Տղայիս հետ Տիգրան արեց աուդիո սարքեց, որտեղ շատերը այդ էին ասում են, աուդիո սարքեք, մեքենայի մեջ կլսենք, բան ասենք չենք կարդա բան։ Վերջը դա էլ արեցինք, բայց այդքան հետաքրքրություն չկա։ Բայց ամեն դեպքում ես երկրորդ հատորը գրեցի, որովհետև երբ որ կուտակված է, չես կարող չգրել։ Իհարկե։ Ես միշտ ասում եմ, որ պոեզիան, ասում եմ, կուտակված հոգու ճիչ է։ Եվ գիրքը, գրքի արժեքը որոշում է նրանով ոչ թե որ կարողանում ես կարդալ, այլ որ չես կարողանում չկարդալ։ Հիմա նման բան կատարվեց իմ, ես կուտակված ասելիք կա եւ չես կարող չգրել։ Չես կարող չգրել։ Դրա համար գրեցի երկրորդ հատորը, մանավանդ օրիգինալու բան չունեի, արվեստանոց չկար, չէի նկարում։ Հետո որոշեցի տպագրեմ ամեն դեպքում, գիտեի որ չի վաճառվի։ Որոշեցի տպագրել, որովհետև պետք է տպագրել։ Պատմության մեջ պետք է եւ գրքերի պալատում երկուսն էլ կան, եւ առաջի հատորը եւ երկրորդ հատորը։ Կա նաեւ on-line կարդալու համար։ Ես հետևում եմ 3000-ից ավել արդեն կարդացել են, բայց դա քիչ է, պետք է շատ լիներ։ Ես հուսով եի որ շատ կլինի։ Դե հուսանք որ այս շատ կշատանա։ Հիմա մի քիչ ժամանակներն են ավելի, գիտեք, ոնց են ասում, անհանգիստ վիճակ ամբողջ աշխարհում երևի մի հոգեկան
այսինքն տես նախադրյալներ էլ կան, որ անհանգստանալու շատ մարդկանց մոտ, բայց կգա այդ ժամանակ, որ մարդիկ կկարդան, իսում է։ Համամիտ եմ, Այո, ժամանակներն արագանում են, բոքսերը շատանում են։ Իհարկե, ես հիշում եմ երիտասարդ տարիներին ես ամբողջ գիշեր կարդում եմ առավոտը մեր դպրոց։ Նույնիսկ Ֆլոբեր ես գիշերն եմ կարդացել, այս աստության գիրք, մեկ գիշերում գնացել եմ։ Վասպիտանիե չուս ու զարմանում եմ, որ մարդիկ չեն կարդում, որտեղ կան գրքեր, որ պետք է լինի նաստոլնե կնիգա, այսինքն սեղանի գիրք, որ միշտ դու կարողանաս օգտվես այդ ամեն ինչից։ Իհարկե։ Ну, Ջերոմ Կլապկը, Ջերոմ, մաշատես քիչ գիտեն Ջերոմնովա։ Այդ էլ կա, այս վիճակն էլ կա, որ ցավալի է, շատ ցավալի է։ Թող միգուցե մեր այս հանդիպումը մի քիչ ուսուցողական էլ դառնա մատաղ սերնդին, ինչպես ասենք, որովհետև նրանք դեռ շատ անելիքներ ունեն իրենց սերունդը դաստիարակելու գործում։ Անդրադառնանք վերջին հարցին, ինչ վերաբերում է ձեր հետագա պլաններին։ Այսինքն որ ժանրում եք ուզում ցանկությունն եք ավելի շատ շարունակելու ձեր արվեստը։ Պատկերացնում եմ, որ ունեք անելիքներ դեռ շատ։ Դա կախված է հնարավորություններից, եթե նորմալ տեղ լինի բնակարան արվեստանոց, կարելի է մտածել այդ մասին, բայց դեռ քանի որ դրա հույսը չկա, դեռ արվեստանոցի եւ այլն, դեռ այդ մասին չեմ մտածում։ Նա մտածում եմ այ հնարավորություններ ստեղծելու մասին։ Դրա համար հարկավոր է դե իհարկե ֆինանսներ, որովհետև կապիտալիզմի պայմաններում ենք ապրում։ Եթե ֆինանսներ լինեն, ապա կարելի է արվեստանոց, հետո մտածել այդ ամեն ինչի մասին։ Դե կարծում եմ Լոս Անջելեսի գեղեցիկ բնությունը կնպաստի իր ազդեցությունը կունենա շարունակեք ստեղծագործել իբարս մեր ազգին եւ արվեստին։ Ես ավելի շատ ուզում եմ կարպետով զբաղվել, որովհետեւ հետագա պլանները կարպետի աշխարհ մտցնելու կամ չգիտեմ ինչ որ մարքետ ունի ինքը ձեզ ներկայացնելու եւ որն է ձեր վերջնական նպատակը վաճառել թե ցուցադրել։ Հրաշալի հարց է։ Ես ուզում եմ, որ քանի որ այս կարպետը, որ ես գործել եմ, սա ազգային արժեք է, որովհետև ինչպես ասացի, դա 3500 ամենաքիչը։ Այո։ Այդ ժամանակվանից սերնդեսերունդ որովհետև կարպետները տենց են պահպանվել, գորգեր եւ կարպետները 200-300 տարի հետո քայքայվում են եւ անհրաժեշտ է նորը գործել։ Ու մարդիկ միշտ հնին նայելով նորը գործել են, հինը դեն են նետել, նորը գործել են, հինը դեն են նետել։ Այսինքն շղթայաձև վերակերտելով, նույն կարպետը վերակերտելով, տենց եկել հասել է մեր օրերը, 21-րդ դար։ Հրաշալի է։ Որ օրինակն է այդպես վերակերտելով։ Եթե հաշվենք, որ 500 տարի, ասենք շատ հաշվենք, 3500-ը բաժնած 500-ը 7, սա 7-րդ վերակերտումն է։ Այսինքն վիշապի պաշտամունքի ժամանակվանից մինչև հիմա սա 7-րդ թիվ է։ Կամ գուցե ավելի շատ, եթե ասենք 200-300 տարին մեկ են գործել, գուցե 9, 13, լավ թվեր եմ ասում, 7, 9, 10։ Իդեպ 13-ը շատ լավ թիվ է։ Այո, ինձ համար է։ Սրբազան թիվ է, դա մարդիկ վատաբան են, վատ մոտեցում ունեն, բայց դա շատ լավ թիվ է, շատ հրաշալի թիվ է։ Լավատես մարդիկ լավ մոտեցում։ Պլանների համար նախ ես կուզենայի, որ այս ազգային արժեքը ցուցադրվի թանգարանում, մի շատ մեր ազգային թանգարանում։ Դե Հայաստանում հնարավոր չի ասենք, գոնե այստեղ, եթե Armenian American Museum-ը կարողանա ցուցադրել, պայմանավորվենք, որպես շատերը տեսնեն, շատ կարևոր բան է։ Այո։ Եվ ես ուզում եմ շարունակել կարպետագործը, որտեղ մի քանի հրաշալի դիզայններ կան, էլի ես գտել եմ հնուց գրքերից, շատ ուսումնասիրություններ եմ արել, սրանք այնպիսի կարպետներ են, որ նմանը չկա։ Ունեք սրան նմանը չկա։ Եվ այն ինչ որ ես ունեմ, ծրագրում եմ, դրանց վրա եմ աշխատել, տարիներ շարունակ եւ ուզում եմ վերակերտել, դրանց նմանն էլ չկա։ Այսինքն իմ ինչքան կյանք որ ինձ մնացել է, ես ուզում եմ դա օգտագործել մեր ազգային ժառանգությունը վերակերտելու եւ հաջորդ սերունդին փոխանցելու համար։ Բրավո, ես հաջողություն եմ ցանկանում ձեր բոլոր նախաձեռնություններում։ Եվ նորից եմ կրկնում, ուրախ եմ, որ երիտասարդ եք եւ դեռ շատ անելիքներ ունեք։ Աստված պահապան։ Նմանապես։ Շատ շնորհակալ։